Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մարտ ամսվա հորոսկոպը խեցգետի նշանի համար։ Կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, բացասական օրերը, ինչպես նաև նորալուսին և լիալուսին, հատկապես որ լիալուսին ունենալու ենք լուսնային խավարում։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը նայում ենք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով։ Ասցենդենտի նշանը էլ ավելի կարևոր է եւ ավելի հստակ ինֆորմացիա ձեզ կտա, թե ինչ փոփոխություններ են սպասվում ձեր կյանքում։ Եթե մինչև հիմա չգիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր ասցենդենտը եւ ցանկանում եք իմանալ, կարող եք մեկնաբանություններում նշել ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ ծննդյան ճշգրիտ ժամը։ Ամենակարևորը այստեղ ծննդյան ճշգրիտ ժամը իմանալն է, քանի որ հենց դրանով է որոշվում ասցենդենտի նշանը։ Դե ինչ անցնենք հերթականությամբ ներկայացնեմ մոլորակների դիրքավորումը։ Արևը մինչև մարտի 20-ը կգտնվի ձկներ նշանում, իսկ դա սիրելի ընկերներ ձեր 9-րդ տունն է։ 9-րդ տունը այն ամենն է, ինչը կապված է արտասահմանի բարձրագույն կրթության հետ, այլ մշակույթների հետ, թորնիկների հետ եւ այլն։ Եթե կամ երկրորդ ամուսնությունները նաև այստեղ 9-րդ տանն են, պատկանում, եթե օրինակ պետք է երկրորդ անգամ ամուսնանաք, այս ժամանակահատվածը լավ կլինի ձեզ համար։ Եթե պետք է զբաղվեք ձեր թորնիկների հարցերով կամ անձնագրի վիզա ստանալու հետ կապված հարցերով կամ պլանավորում եք մեկնել արտերկիր, հիանալի ժամանակահատված է դրա համար։ Եթե այս ժամանակահատվածում ունեք ինչ-որ քննություններ, քննական շրջան, ապա դրանք բարեհաջող կանցնեք։ Արևը մարտի 20-ից սկսած կանցնի Խոյնաշան ձեր 10-րդ տուն, 10-րդ տունը դա մեր ստատուսն է, կարիերան է, ինչպես նաև հայրիկն է այստեղ պատկանում։ Եթե ինչ-որ գործողություններ պետք է կատարեք կապված ձեր կարիերայի հետ, բիզնեսի հետ կամ ստատուսի փոփոխության հետ կապված, ապա ամսի 20-ից հետո բարենպաստ ժամանակահատված կլինի ձեզ համար։ Մերկուրի մոլորակը մինչև մարտի 20-ը գտնվելու է հետընթաց դիրքով ձկներ նշանում ձեր 9-րդ տանը։ Մերկուրիի հետ կապված առանձին նյութ արդեն ունեմ իմ ալիքում տեղադրած, կարող եք նայել, որպեսզի այժմ չկրկնվեմ, նույնը չասեմ։ Վեներա մոլորակը մինչև մարտի 6-ը կգտնվի ձկներ նշանում ձեր 9-րդ տանը։ Այստեղ սիրելի ընկերներ Վեներան ինչ է, գումար է եւ ինչ որ այն ամենը ինչը մեզ հաճույք է պատճառում, սիրավեպեր է եւ այլն։ Հնարավոր է օրինակ գնաք երկար սպասված ճամփորդության այս ժամանակահատվածում, քանի որ դեռևս անցած ամսվանից էր սկսած, գուցե անցած ամիս եք արդեն գնացել։ Գուցե նոր սիրավեպ սկսվի արտասահմանում կամ արտասահմանում ինչ որ մեկի հետ։ Վեներան 9-րդ տանը հնարավոր է ուղղակի հաճելի ժամանակ անցկացնեք, ովքեր ունեն թորնիկներ, իրենց հետ հաճելի ժամանակ անցկացնեք կամ ինչ որ գումար ծախսեք կապված արտասահմանի այդ անձնագրերի նման հարցերի հետ կապված։ Ամսի 6-ից սկսած Վեներան կանցնի Խոյնաշան ձեր 10-րդ տուն, դա ձեր կարիերան է, բիզնեսն է, նպատակներն են, Այստեղ շատ լավ է Վեներան 10-րդ տանը, եթե ցանկանում եք գնալ ինչ-որ դասընթացների, որոնք ձեզ կօգնեն էլ ավելի առաջ գնալ ձեր կարիերայում կամ ինչ-որ գումար ծախսել, ինքնակրթման համար, լավ ժամանակահատված է Վեներան ամսի 6-ից հետո։ Վեներայի 10-րդ տանը գտնվել է նաև շատերին կօգնի, որպեսզի կարիերայում աճ ունենան, հնարավոր է նաև սիրավեպ սկսվի ղեկավարության հետ, ինչպես նաև աշխատավարձի բարձրացում կամ հավելավճարի ստացում լինի։ Մարս մոլորակը ամսի 2-ից սկսած մինչև ամսվա վերջ գտնվելու է ձկներ նշանում ձեր 9-րդ տանը, շատ ակտիվ եք լինելու այն հարցերում, ինչը կապված է անձնագրի, արդեն նշեցի 9-րդ տունը անձնագիր, արտասահման, բարձրագույն կրթություն նման թեմաների շուրջ շատ ակտիվ եք լինելու։ Մարսը առհասարակ ինչը տարաձայնություններ կարող են լինել, ոչ ցանկալի իրավիճակներ կարող են լինել։ Առհասարակ Մարսի էներգիան հանգստացնելու համար խորհուրդ կտամ զբաղվեք սպորտով։ Յուպիտեր մոլորակը սիրելի խեցգետինն է, շարունակում է գտնվել ձեր առաջին տանը, քանի որ հետընթաց էր, արդեն մոտ 3-4 ամիսը հետընթաց էր, ամսի 15-ից սկսած կդառնա ուղընթաց, կշարժվի առաջ։ Կուղվի ուղընթաց կդառնա խեցգետնի 15 աստիճանում։ Վստահ եմ, որ շատ խեցգետիններ զգացել էին արդեն այս փոփոխությունները կապված Յուպիտերի հետ, գուցե ինչ-որ սպասողական իրավիճակ էր, ինչ-որ բան ոչ այնքան ձեր ուզածով էր գնում, բայց այս ամենը արդեն կանցնի, կամ էլ շատերին հետընթաց Յուպիտերը տվեց եւս մեկ շանս ինչ-որ գործերում առաջ գնալու համար, քանի որ Յուպիտերը ձեր առաջին տանն է, դա սիրելի ընկերներ վերաբերվում է հաջողություն ձեր բոլոր ոլորտներին, ամեն մեկի կյանքում, ամեն մի խեցգետնի կյանքում մի ձևով
Այդ հաջողությունը կերևա մեկը գուցե ամուսնանա, մյուսը ունենա իր բիզնեսը, արտաքնի հետ կապված փոփոխություններ լինեն, գործընկերություն եւ այլն։ Ամեն մեկը մի ձևով կզգա, բայց որ Յուպիտերը անպայման 1 տարիների ընթացքում բոլոր խեցգետիններին, հատկապես ասցենդենտով խեցգետիններին օգնելու է, դա 100%։ Յուպիտերը խեցգետին նշանում է դեռևս նախորդ տարվանից 2025 թվականի հունիսի վերջից, եթե չեմ սխալվում, մինչև այս տարվա հունիսի վերջ կրկին, թե հուլիսի կեսեր չեմ հիշում, ամենայն դեպս մինչև ամառ Յուպիտերը բերելու է ձեզ իր հաջողությունները, արդեն ամսի 15-ից կգնա առաջ եւ արդեն խեցգետնի 15 աստիճանից բարձր աստիճանները կսկսեն զգալ այս փոփոխությունները, Յուպիտերի հետ կապված դրական, փոփոխությունները։ Բոլոր նրանք են այս ժամանակահատվածից սկսած զգալու Յուպիտերի դրական ազդեցությունը, ովքեր ասցենդենտով խեցգետին են, ասցենդենտը ինչպես նշեցի, 15 աստիճանում է գտնվում, եթե 15 աստիճանում է, ապա հենց այս ամսում եք զգալու, իսկ եթե 15-ից մինչև 29 աստիճաններում է, ապա հիմիկվանից սկսած սիրելի ընկերներ, մինչև ամառվա կեսեր արդեն դուք հաստատ կզգաք այդ դրական փոփոխությունները, կամ բոլոր նրանք կզգան այն խեցգետինները, ովքեր ծնվել են հիմա նշեմ հուլիսի 7-ից սկսած հուլիսի 7-ից մինչև հուլիսի 21-22 ընկած օրերի ծնվածները մինչև ամառվա կեսերը զգալու Յուպիտերի դրական ազդեցությունը, իսկ ովքեր ծնվել են ամսի հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, այս օրերի ծնվածները այս ամսում են զգալու Յուպիտերի դրական ազդեցությունը։ Սա Յուպիտերի հետ կապված Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, դա ձեր 6-րդ տունն է, սիրելի ընկերներ, 6-րդ տունը դա առողջության տունն է ձեզ համար, հնարավոր է սև լուսինը ձեզ հրահրի, որպեսզի դուք շեղվեք ձեր սննդակարգից, ձեր կանոնակարգից, ձեր օրինակ ինչ որ մերսման եք գուցե հաճախում կամ ինչ որ կազդուրող պրոցեդուրաների եք հաճախում, սև լուսինը գուցե հրահրի, որ թվա թե ամեն ինչ լավ է, կարող եմ այլևս չգնալ, բայց խնդրում եմ մի տրվեք այդ ամենին։ Եթե պետք է գնաք բժշկի, ինչ որ դիագնոզ ձեզ պետք է նշանակեն, սև լուսինի հետ կապված մի անգամից մի հավատացեք, սիրելի ընկերներ, քանի որ հնարավոր է ինչ որ բան այնպես չգնա, գուցե հայտնվեն խաբեբաբժիշկներ եւ ձեզ փորձեն, ինչ որ տարբերակներով բուժել, իբր բուժել, բայց սխալ լուծում լինի, այնպես որ ցանկալի է, եթե այս ժամանակահատվածում պետք է գնաք բժշկական ստուգման բժշկի, լավ կլինի, որ մեկի մոտ չգնաք, մի քանիսի մոտ գնաք, որպեսզի կարողանաք հասկանալ ինչքանով է դա ճիշտ։ Ունենալու ենք լիա լուսին, այսօրը խավարում է լինելու սիրելի խեցգետիններ, լուսնային խավարում։ Ամսի 3-ին, 3 ամիս առաջ գուցե արդեն զգացել եք կամ առաջիկա 3 ամիսների ընթացքում զգալու եք։ Այստեղ լինելու է այս լիալուսինը կույս նշանի 12 աստիճանում, դա ձեր դիմացի տուն, ներողություն, դա ձեր 3-րդ տունն է, 3-րդ տունը իրենից ներկայացնում է ցանկացած տեսակի կապի տրանսպորտի միջոցները, պայմանագրերը, բանակցությունները եւ այլն, քանի որ լիալուսին է, այսինքն ինչ որ վերջնական կետ է դրվելու վերոնշյալ թեմաների շուրջ։ Այստեղ զգուշ եղեք, քանի որ հնարավոր է օրինակ հեռախոսը կոտրվի կամ կորցնեք, համակարգչի հետ ինչ-որ խնդիրներ կամ տեխնիկայի հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջանան, հնարավոր է նման հարցեր լինեն, կամ գուցե գժտություններ լինեն ձեր հարևանների, քույր եղբայրների, զարմիկների հետ։ Քանի որ լինելու է կույսի 12 աստիճանում, այստեղ լիալուսինը ինչ-որ առումով գուցե դրական ազդեցություն ունենա ձեր կյանքում, հատկապես ովքեր ասցենդենտով են խեցգետին, ասցենդենտը գտնվում է 12 աստիճանում կամ ովքեր ծնվել են ամսի 4-ին։ Հուլիսի 3-4-5, այս 3 օրերի ծնվածները կարծում եմ, որ այս լիալուսնի ազդեցությունը իրենց կյանքում կզգան եւ ձեր արևի հետ ամենայն դեպս դրական ասպեկտացիա է ունենալու։ Այժմ անցնեմ նորալուսինը չնշեցի, նորալուսին ենք ունենալու մարտի 19-ին, ձկներ նշանում, դա ձեր 9-րդ տունն է, նորալուսինը դա նոր էներգիա է, նորություն է, քանի որ 9-րդ տունը շատ ակտիվ է այս ամսում, դա անձնագրի թեման է, արտասահմանի թեման է, կրթության թեման է, այսինքն գուցե նոր անձնագիր, նոր երկիր, նոր ինչ-որ մշակույթ գուցե սկսեք ուսումնասիրել, նոր վիզա եւ այլն։ Այժմ լարված օրերի հետ կապված, դեռևս անցած ամսվա վերջերից լարված են Ուրանը եւ Մարսը, 90 աստիճանի անկյուն են կազմում եւ մինչեւ մարտի 4-ը այդ ասպեկտացիան պահպանվում է։ Շատ վտանգավոր սա լարված ասպեկտացիա է, այսինքն Մարսը ինչ է, սուր կտրող ծակող գործիքներ, արագություն, եւ Ուրանն էլ անսպասելի, այսինքն հնարավոր է անսպասելի օրինակ անփույթ աշխատեք սուր կտրող ծակող գործիքների հետ կամ պայթունավտանգ իրավիճակներ կարող են լինել, կրակի հետ եղեք շատ զգույշ, Ուրանը նաև էլեկտրականությունն է, այնպես որ միշտ տանը ստուգեք ամեն ինչ արդյոք անջատել եք տնից դուրս գալուց առաջ, թե ոչ, նման ինչ-որ հարցեր կարող են լինել, Ուրանը նաև բնական աղետներն են, հնարավոր է նաև այդպիսիք։
Եվ լարված օր ենք ունենալու մարտի 13-ը, մի 3 օր առաջ հետո անպայման նկատի ունեցեք, Մարսը և Սև լուսինն են 90 աստիճանի անկյուն կազմելու։ Մարսը գտնվելու է ձեր 9-րդ տանը, իսկ Սև լուսինը, սիրելի ընկերներ, ձեր 6-րդ տանը։ Զգույշ եղեք ձեր առողջության նկատմամբ, եթե ինչ-որ արտասահմանից պետք է ինչ-որ գումար ձեզ ուղարկեն, ապա այս օրերին զգույշ եղեք, որպեսզի չխաբնվեք, սխալ տեղ չուղարկեք կամ սխալ ինչ-որ կայքերի գումար չուղարկեք եւ ձեզ խաբեության զոհ դառնաք։ Ինչպես նաեւ արագությանը շատ զգույշ եղեք, եթե մեքենա եք վարում կամ մեքենայով տեղ պետք է գնաք, զգույշ եղեք, որպեսզի չգերազանցեք արագությունը, քանի որ Սև լուսինը կարող է հրահրել, որպեսզի գերազանցեք արագությունը։ Այսքանը կարծում եմ այս ամսվա հետ կապված ամեն ինչ ասեցի։ Եթե ցանկանում եք անհատական հորոսկոպ, անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում։ Դե ինչ, շուտով կհանդիպենք, ցտեսություն։